Ինձ դար պահի։ Ես ինչա։ Այս պրասվերի ես չես հավատում։ Ես կամյակում ինձ մի անգամից ինչի համար ես բերել։ Որը քեդս մեզ տալիս, թե տվիտ հարսան քեզ։ Ինչ քեր է, ինչ ասում։ Այս տան պահի բարեկենդանի համար է։ Ու որոշում է հիմա ես։ Դե հա էլի, մենք է բարեկենդանից առանք, յուղու ինձ մի թավերացնան պահի։ Ախպեր, ես իմ հետ, ա? Ախպեր, հալա մին կանգնի։ Ախպեր, բարեկենդանը ձուղո չէ։ Ես բարեկենդանն եմ, հա, հիշեցի, հա, ես եմ բարեկենդանը, քույրիկը, ինչ ես ասում, են եմ ասում, որ մենք քո ծառը չենք, որ քո եղնու բրինձ պահենք, ինչքան որ պահեցինք հետ չես ամաչում, ընչի չես գալիս քո ապրանքը տանել։ Դե ինչ ես նեղվում, քույրիկը, ես են հենց դրա համար եմ եկել, ձեր տաններին անգալիս չէի գտնում։ Էս ծորն է, սովեր։ Հա, են բարեկենդանն եկա, իր բաներ իրեն տվի, շարակը տվի, դեմքն լավ սենցվի, տար։ Որ ասում եմ հիմա ես, էլի որ կոմ գնալ։ Բաշ վերջացրեք, պետք չէ վիճել, հիմա միացեք մեզ ու կիմանանք բարեկենդանի մասին ամեն ինչ։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում այդ վայելքի ու անհոգության մեջ։ Ահա եկավ հայոց ազգիները, հանեցեք իները, հագեք նորերը։ Բարեկենդան, բարեկենդան, օրերը, խելքս կորերը։ Նախկինում դրանք հեծանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում են փետրվարին կամ մարտի սկզբին, տոնը հավանաբար կապ ուներ կանանց սկսվելու հետ։ Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արտնացող բնության ուրախ դիմավորելու մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեն։ Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն, հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց մեր կապքի նախորդ շաբաթվա տոն, որը նշվում է կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թաթերախաղերով, պարերով և այլն։ Տոնը սկսվում էր ուրախ պարերով և ուղեկցվում էր զուռնա դխորի նվագակցությամբ։ Հատկապես վերջին շաբաթ կիրակի օրերը դրանք դառնում են համընդհանուր, համագյուղական, համաքաղաքական։ Պարում է ինչպես զուռնա դհոլի նվագիտակ, այնպես է պարերքերը, որ բազմաթիվ են։
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը սակայն թաթայական ժողովրդական ներկայացումներն են։ Գացեք տեսեք ով է գերեթուբը, գացեք տեսանք այս է գերեթուբը, այս թուբը թուբն ու այդը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, գացեք տեսեք ով է գերեն այդը, գացեք տեսանք այդ է գերեն այդը, գայն ու այդը այս թուբը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, գացեք տեսեք ով է գերեն գայլը, գացեք տեսանք արշ է գերեն գայլը, արշն ու գայլը, գայն ու այդը այս թուբը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, գացեք տեսեք ով է գերեն արջը, գացեք տեսանք թուրն է գերեն արջը, թուրն ու արջը, արշն ու գայլը, գայն ու այդը այս թուբը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, գացեք տեսեք ով է գերեն թուրը, գացեք տեսանք շանն է գերեն թուրը, շանն ու թուրը, թուրն ու արջը, արշն ու գայլը, գայն ու այդը այս թուբը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, գացեք տեսեք ով է գերեն ժանգը, գացեք տեսանք յուղն է գերեն ժանգը, յուղն ու ժանգը, ժանգ ու թուրը, թուրն ու արջը, արշն ու գայլը, գայն ու այդը այս թուբը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, գացեք տեսեք ով է գերեն յուղը, գացեք տեսանք մութն է գերեն յուղը, մութն ու յուղը, յուղն ու ժանգը, ժանգ ու թուրը, թուրն ու արջը, արշն ու գայլը, գայն ու այդը այս թուբը ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ, ձեզ բարեկենդան, մեզ բարիզատիկ։ Տղաները հագած են լինում աղջիկների հագուստ, փոքրերը մեծի երբեմն ծաղրացրին, կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղեր և թատերական ներկայացումները բարեկենդանի առավել սիրված հանդիսություններ են։ Այն տևում է երկու շաբաթ անմիջական առաջ հաջորդելով Սուրբ Սաքսին և ավարտելով Մեծ Պասխ։ Մեծ Պասխի նախորդող կիրակի բուն բարեկենդանի օրն է։ Բարեկենդանն այնքան սիրված ժողովրդական սպասված տոն է, որ հայ ազգի կողմից այն նկատվում է որպես ամենազգային հայոց ազգի նորեր, ինչպես նաև ամենաերջանկաբեր հրապճանք, ճոխ ու առավիտելիքներ վայելելու տոն։ Այդ օրերին թույլատվում էր առատ ուտերի, կերոջ։ Նախապատվությունը տրվում էր Մուսեղենի, Կաթնեղենի յուղի առատությանին, տավարի, ոչխար և թշնեղենի մսից պատրաստում է զանազան ճաշատեսակներ։ Պատրաստում էին փաթիրա, սռոն բխբխիկ։ Որոշ տեղերում նախավատությունը տրվում էր խորը ձավարով ու զանազան անելիքներով բցանած, թոնիրում ամբողջովին խորոված, ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիվն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստում բոլոր տներում։ Առաջին օրերին պատրաստում են մեծ քանակությամբ գաթա ու հալվա, երեկոյան ուտում են կաթնապուր, մածուն, խաշած ցուլ։ Ինչպես նաև պատրաստում են հալվա փախլավա, գաթա ու բաժանում անցորդներին և հյուրերին։ Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին։ Դա և իր խորհուրդն ուներ, մտածում են, թե ինչքան արագաձեռն լինեն, տարիներ ավելի շռայլ կգտնվի, արաբերք ու բարիքով։ Այն ուղեկցվում էր երգով, պարով, հատկապես երգում էին «Հալել եմ եղը ջան-ջան» երգը, երևի նրա համար, որ ուտեստների մեծ մասը յուղով էին պատրաստում։ Հալել եմ եղը ջան-ջան, հալել եմ եղը, լսել եմ կրճուշները, դրել եմ տեղը, հալել եմ եղը ջան-ջան, հալել եմ եղը, լսել եմ կրճուշները, դրել եմ տեղը։
ապագան, որ մարդիկ անձնատու լինեն զվարճությունների։ 2-3 օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում են աշխատել, զանազան խաղեր էին խաղում ուրախանում երեխաների պես։ Ծնողները առանց քաշվելու միանում են այս կամ այն խմբին թոփ խաղալու։ Պարավը քարը գոգից վայր էր գցում, ասելով «Այսքան եղից»։ Հարսներից մեկը քարնիցին վերցնում և կնին դնում էր նանեի գիրկը, որ պարավը վերստին պտույտը գործելուց հետո քարը նորից գցելով ասեր «Այսքան եղես հարցիս» և այդպես շարունակ բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային։ Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներին էին վայելում տոնական սեղանում։ Այդ օրը հիշում էին պանդխտության մեջ ծնվողներին և երգում էին հատուկ տաղեր։ Երգերից մեծ մասը հայրենիքին է նվիրված։ Բարեկենդանի վերջին օրը երեկոյան Մեր աղնալով, օտար երկրներ մանգալով
տատին վռնդելու, պասպապին հրավիրելու ծեսով։ Ուտիս տակը, որ բարեկենդանի օրերին կերածքմածի տեսքով բոլորին ուտելու, խրմելու, հրավիրում, այժմ գզգզված, քրքրված տիկնիկ է։ Բարեկենդանի վերջին օրը երեկոյան հանդիսավոր գլորվում է Սարի գլխից, այստեղ երիտասարդների վերջին խնդույքը հանավերելուց հետո։ Նրան գալիս է փոխարինելու պասպապի կամ ակնատիզը։ Սա իրենից ներկայացնում է միսով կամ խնձորաչափ կարտոֆիլ, վրան 7 փետուր խրած և թելով առաստաղից կախված։ Այն առաստաղից կախելիս երգում է. Տարը գնաց շերեփը ձեռքին, պապը եկավ չոմախ լուսին։ Զանազան պատմություններ են պատմում ուտիստատի և պասպապի հակադրությունների մասին, որն արտահայտվում է նրանց մշտական վեճով։ Ըստ լորենցիների, պասպապը լոբոճաշի մեջ շերեփով խփում էր ուտիստատի գլխին և դուրս տանում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալին գսեղեն գերակուրներով էր կերակրում և խփում նկարացնում գերմանունի մեջ։ Իսկ պահքի վերջում ուրախ հրավառույթ տատն է տալիս մատնի յուղով շերեփով խփելով պասպապի գլխին, դուրս է հանում միայն չորացած պապին։ Եվ չի հաղթի ոչինչ այնքան ժողովրդին, որ այս ջանքով ու այս կամքով պարել գիտի։ Հասկացար մասին դիրոր ողջ աշխարհին, հանել է քեզ սասուն բարի։ Բարի, դու դեռ երազում ես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեռ հանելու։ Բարի, գասպան քո ձեռքին է կարոտում, սասնա հողը բարուհերկի է կարոտում։ Բարի մինչև ողջ հայերին դու անպարես, և այս պարը մասիս լեռան լանջին պարես։ Շատ ապրեք, ողջունում եմ ձեզ սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ։ Փոքրիկների քրիստոնեական դաստիարակությունը պետք է սկսել վաղ տարիքից և դպրոցը իհարկե ծնողների աջակցությամբ այս աշխատանքը մեծ պատասխանատվությամբ է կատարում։ Այսօրվա այս գեղեցիկ ուներ համեմված և պարող դերասանական խաղով միջոցառումը ապացույցն է, որ դպրոցում ոչ միայն կրթում ենք, այլ նաև հոգևոր դաստիարակությամբ են զբաղվում աշակերտները։ Եվ ասեմ, դուք երևի թե տեսահոլովակով նկատեցիք, որ հենց երրորդ Դ դասարանի շնորհիվ այս շաբաթ դպրոցում հրաշալի տոնական տրամադրություն էր տիրում և ողջ դպրոցը առաջին անգամ նախադեպը չունեին, դեռ չէին համարձակվել այդպես համադպրոցական միջոցառում կազմակերպել, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երրորդ և չորրորդ դասարանի դասվարներին, աշակերտներին, ծնողներին, ու շնորհիվ շատ գեղեցիկ ամբողջ դպրոցը նշեց բարեկենդանի։ Շատ ապրեք, կեցեք, այն որ ներկայացրեցին
անցյալով ինչպես եք նշում, ես վստահ եմ, որ յուրաքանչյուր եւ այստեղ ներկա յուրաքանչյուր այսուհետ հենց այդպես կնշի բարի կենդանություն բոլորիս եւ ուզում եմ սրտան շնորհավորել եւ բոլորիս հաջողություն մաղթել, ովքեր որ պատրաստվում են բանկը բարի։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Տիկին Ասլանյանին, համեցեք Տիկին Ասլանյան։ Ամենամեր աշխատասեր նվիրված դասարներից մեկը, ով ընդամենը 6-7 ամիս աշխատելով դասարանում կարողանում այդպիսի արդյունք ներկայացնել, բեմ բարձրացնել աշակերտներին եւ բոլորից հիացնել։ Շնորհակալ եմ։